Բարի երեկո ժողովուրդ ջան։ Դե ինչ, շնորհավորում եմ ձեզ։ Նիկոլ Փաշինյանը մեր վարչապետն է, ընտրված վարչապետն է, նախագահան ստորագրեց։ Ազգային ժողովը կազմավորվեց։ Բայց գիտեք թե եմ եկել։ Ես գիտեմ, որ դուք այդ ամեն ինչը գիտեք։ Ինձ պրոստը հետաքրքիր է։ Ես ուզում եմ դիմեմ այն մարդկանց, ովքեր այս ընդդիմությանը բերեցին մցրին ազգային ժողով։ Մեկն ու մեկը կարող եք դուրս գալ ինձ բացատրել sense մի հատ եթերով, մի հատ sense վիդեոյով ինձ բացատրել, որպեսզի ես հասկանամ։ Ինչ է նշանակում падգամավորի երթման ժամանակ ոտքի չկանգնել։ Այսինքն դուք եկել եք կտեն նստեք ինչի համար, որ երթում չեք տալիս։ Կամ երթումը Փաշինյանի առաջ չէր։ ԿՊ-ի համար չէր։ Երթումը այն մարդկանց դեմ է, որոնք ընտրել են ձեզ։ Հիմա ես ուզում եմ դիմեմ այդ մարդկանց, ովքեր որ սրանց ընտրեցին։ Ժողովուրդ, ինչի երթում չեն ուտում ձեր դեմ, որ աշխատելու են, արարելու են ի գործ, ի շահ Հայաստանի Հանրապետությանը։ Կարա՞ք բացատրեք։ Այս անհարգալից այս պահվածքը, գիտեք, աշխարհում տարբեր տեսակի բոյկոտների ձևեր կա։ Բայց սա բոյկոտ չի։ Սա բոյկոտի ձևաչափ չի։ Սա Այն պահն է, երբ որ դու падգամավոր լսում ես, երթում ես ուտում քո Հայաստանի Հանրապետության, քո երկրի, քո հայրենիքի, քո ժողովրդի առաջ, երթում ես ուտում, որ աշխատելու ես ի շահ պետության, ի գործ պետության։ Եթե չեք տեսել նայեք, դիտեք, խնդրեմ։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության հողագործման եւ շահերի պաշտպանությանն։ Անել ամեն ինչ կոմունիկացիական համերաշխության Հայաստանի Շատ հետաքրքիր է, ինչ եք դուք մտածում, ընդդիմության բլոգերներ։ Չէ, ես ամենայն հարգանքով, այսինքն իրոք էլի ազնվորեն ես իրոք ուզում եմ հասկանամ, դուք այս պահը որ տեսակ, ինչ եք մտածում այդ մասին։ Ասենք, էսի ինատ անել չի, էսի, չգիտեմ, Ես անասուն պահվածք է, էլի, կներեք, սենց բաց ցույց տա, որ թքած ունի Հայաստանի Հանրապետության շահերի կամ թքած ունեն այն աթոռների վրա, որոնք որ նստել են, ասենք թքած ունեն այդ ազգային ժողովի երկրի ամենակարևոր, չգիտեմ, ամբիոնի վրա, հա, ամեն ինչի վրա թքած ունեն, սահմանադրության վրա, որտեղ ըստ սահմանադրության падգամավորը երթում պետք է ուտի։ Հիմա դուք падգամավոր եք թե ինչ եք, մի հատ բացատրեք, ես հասկանամ։ Մի պահ էլ կա շատ հետաքրքիր, ցուցանիշ էր էլի, որ լրագրողը ասում է, քելեք, եկեք, սրանք մեկը իրար չեն տփի։ Ես ի ճանհարմար բան ստացվեց։ Այդ լրագրողները ձեզանից ինչ եք ներկայացնում։ Այսօր շատ սենց բացահայտ բաներ էլի ստացվեց։ Այդ լրագրողները տտեց մեծ հույսեր ունեին, որ այս ընդդիմությունը գալու է մտնի ու ընդեղ պատառոտի իրան։ Դե շտաս։ Այդտենց կսպասեք։ Իրանք մաքսիմում կարան ծեծ ուտեն։ Ուրիշ ոչինչ։ Ընդ որում ծեծ ուտեն թե հոգևոր, թե գիտելիքի առումով ծեծ ուտեն, թե ֆիզիկապես։ Որը կցանկանան, ես վստահ եմ, յուրաքանչյուր պահ կապահովվի։ Լրագրողներ։ Մեկ էլ են պահը, որ Ռուբեն Ռուբինյանին ասում են, բա կաթողիկոս են, խի չեք հրավիրել։ Խի կաթողիկոս նովա։ Աշ ջան, կաթողիկոս նովա, որ դրանք կանչեն։ Կաթողիկոսը պետք է զբաղվի հոգևոր կյանքով, թող զբաղվի։ Այսօր Նիկոլ Փաշինյանը գնացել է եկեղեցի, օրհնվել է մարդը, պատարագի է մասնակցել, կաթողիկոսն ինչ է արել, որ մի քիչ պրպտեք կարող է իմանաք էլի, որ սա ունայում է, կրճիկ տվե։ Ոչմ, ինչ կասեմ, падգամավոր կլնես ընդդիմության, թե կաթողիկոս, մաթողիկոս կլնեք, ով կլնեք, ձեր կապիկության թարգը տվեք, որովհետև Այն անցած անգամվա նման ոչ մեկս ոչ հիմա չենք հանդուրժելու, իսկ դու կաթողիկոս պատրաստվի։ Դու վեշերդ հավաքի, այդ իմ խորհուրդը քեզ, վեշերդ հավաքի։